Այո, ես արդեն կապի մեջ եմ։ Հիմա արդեն հարմար տեղավորվել եմ։ Ավելի մոտ եմ աստղերին ու ինձ թվում է նրանք ավելի ճիշտ են հիմա ինձ հուշում։ Ինձ թվում է կարելի է սկսել։ Պատմության ուսուցիչներին աստղերը հուշում են, որ 2009, 10, 11, 12 սրանք պարզապես թվեր չեն, այլ թվականներ են, որոնք մնալու են պատմության մեջ։ Իսկ Տեր Գալստյանին ավելի կոնկրետ հուշում են, որ շուտով նա կգրի իր սեփական գիրքը, որի մեջ կհիշատակվեն մեր եւ ուսուցիչների անունները, մեր կառավարման թվերով, պատերազմներով, նվաճված տարածքներով ու գահակալական կռիվներով։ Անգլերենի ուսուցիչներին հուշում են, որ ապագայում բոլորը կունենան իրենց առանձին ակումբները ու իրար հետ լեզու կգտնեն հենց անգլերեն։ Հայերենի ուսուցիչներին մեծարչի համաստեղությունը հուշում է. կներեք, մեծարչի մեծն է մեծատարգվում, թե արչն էլ, լավ մի խոսքով։ Հուշում են, որ շտեմաները շուտով շատանալու են, դրանց կինը կտրուկ աճ ապրելու, դրան զուգահեռ նկատվելու է ձեր ներվային համակարգի կտրուկ անկում, սխալների, բացառությունների եւ ուղումների պատճառով։ Բայց միշտ ապեք վհատվել, դրանց մեջ կլինի մի շտեմարան, որի մեջ անսխալ եւ առանց ուղումների կլինեն գրված մեր եւ ձեր անցած հայերեն ճանապարհը։ Մարմարյա սրահին աստղերը հուշում են, որ նրա կյանքում անձնական լուրջ փոփոխություններ են սպասվում։ Նա իր աստիճանների վրա այլևս 15 րոպե չի զգալու մեր ծանրությունը։ Բայց աստղերը հաշվի չեն առել 12-ների պրոֆեսիոնալ ջարմա լինելու փաստը։ Բուֆետին աստղերը հուշում են, որ անհատական դասացուցակի ինքնակրթության ժամերը բարենպաստ կլինեն, քանի որ այդ ժամերին բոլոր ինքնակրթվողները սուրճ կամ թեյ են ուզում։ Բնագիտական առարկաների բոլոր ուսուցիչներին աստղերը հուշում են, որ ավելի լավ կլինի մոտենալ Հասմիկ Նալբանդյանին, ով ավելի լավ գիտի, թե ինչ են հուշում աստղերը։ Ընկեր Արշակին աստղերը հուշում են, որ նա շուտով պետք է Պարի մեդիա օլիմպիադայի առաջադրանքներ կազմի։ Հուշում են ու իհարկե ցավակցում, սակայն հավատացնում են, որ 12-ցիների մի մեծ խումբ անպայման կօգնի։ Մաթեմատիկայի ուսուցիչներին հուշում են, որ մոտ ապագայում բացի Վարդանից էլի ինչ-որ մեկը սինուսը կոսինուսից կտարբերի եւ դատարկ բազմության նշանը աչքերում էլ չի նայի գրատախտակին։ 12-ցիներին աստղերը հուշում են, որ ամեն ինչ սկսվում է այնտեղից, որտեղ վերջացել էր։ Աստղերը տիարին խոստանում են պաշտոնի կտրուկ բարձրացում։ Նա պահակի եւ պարտիզպանի պաշտոնից անցում կկատարի տնօրենի պաշտոնին, սակայն աշխատավարձի կտրուկ աճ չեն խոստանում։ Եվ վերջում, աստղերը քննական կենտրոնին հուշում են, վերևն Աստված կա։ Աստղերը հուշում են, բայց պարտադրում են միայն քննական կենտրոնին։